Եվ տաճարից լսեցի մի բարձր ձայն, որ ասում էր 7 հրեշտակներին. «Գնացեք Աստծո ցասման 7 սկավառակները թափեցեք երկրի վրա»։ Սրանք այն 7 փողահար հրեշտակները չեն, հայտնի է։ Նախ պատժի կերպից, երկրորդ ժամանակից, քանզի նրանք նեռից առաջ էին, իսկ սրանք նեռի օրոք։ Արդ տաճարից լսվող բարձր ձայնը խստագույն հրաման էր, որպեսզի ապշահար սուրբերը չհամարձակվեն բարեխոսել։ Առաջին հրեշտակը գնաց, եւ իր սկավառակի պարունակությունը թափեց երկրի վրա, եւ չար պալարներ գոյացան այն մարդկանց վրա, որ ունեին գազանի դրոշմը։ Ինչպես օրինակ հալված ծծումբ կամ կապար լցնեն մարդու մաշկի վրա, այդպես էլ հրեշտակի աներևույթ ներգործությունից ամբարիշների մարմինների վրա պայթեցին ու դուրս թափվեցին պալարներ։ Սա համապատասխանում է Եգիպտոսի 6-րդ հարվածին, որ լի էր ուռուցքներով ու խոցերով։ Նման ձևով սատանան սաստիկ ծանր խոցերով հարվածեց Հոբին, որի մասին Սաղմոսն ասում է. նա թշնամիներին ետ շպրտեց հավիտենական նախատինք տալով նրանց։ Նեռի հետևորդների ամոթույքին հարվածում է խոցով, ինչպես այժմ հեշտասերներին։ Այստեղ տես Աստծո մեծ ողորմությունը, որ նախ հարվածում է ոչ թե ամենայն չարիքի գլխին, գազանին, այլ նրա ստորադրյալներին, որպեսզի թերևս զղջա եւ ետ դառնա իր չարիքից, այդպես էլ բազում հարվածներով զարկելով Եգիպտոսին, սակայն խնայելով փարավոնին, պատվերներ էր տալիս, որ թերևս զղջա, բայց երբ նա համառեց, ստացավ ըստ իր հանդգնության չափի։ Երկրորդ հրեշտակն իր սկավառակը թափեց ծովի մեջ, եւ ջրերը փոխվեցին ու դարձան ինչպես մեռելի արյուն, եւ ծովի մեջ եղած ամեն կենդանի արարած սատկեց։ Եթե ծովի կամ աղբյուրի ջրերը ստանան այլ տեսակային հատկանիշներ, նրանցում գտնվող կենդանիները կսատկեն, ինչպես որ մեզ համար մահաբեր կլինի, եթե ջուրը դառնա հուր։ Երբ ծովի ջուրը արյան փոխվեց, կենդանիներն իսկույն սատկեցին, բայց իմացիր, որ ոչ թե ամբողջ ջուրը արյուն դարձրեց, այլ միայն այն հատվածները, որոնք մոտ էին նեռի հետևորդներին, այդ պատճառով էլ բոլոր ծովային կենդանիները չէ, որ սատկեցին։ Այսպես արեց նաև Եգիպտոսում, ինչպես թագավորներն են մարդկանց պատժելու համար կոտորում նրանց ընտանիքները, այդպես էլ Աստված է վրեժն անմեղներից հանում, նաև որ կերակուր չդառնան մեղավորներին։ Երրորդ հրեշտակն իր սկավառակը թափեց գետերի եւ ջրերի աղբյուրների մեջ, եւ նրանք արյուն դարձան։ Արդար եւ սուրբ է նա, որ են։ Ամբարիշները հեղեցին սուրբերի արյունը, ուստի նրանց արյուն խմեցրեց։ Ահա սա է վրեժը, որ Աստված պիտի սկսի լուծել մարտիրոսների խնդրանքով, մինչև երբ չպիտի լուծես մեր արյան վրեժը երկրի բնակիչներից։ Այս է Աստծո արդար պատիժն ու հատուցումը, քանզի մեղանչողին պիտի տանջի նրանով, ինչով մեղանչում է։ Այստեղ կատարվելու է մարտիրոսների բաղձանքը, որի համար էլ զոհասեղանից կգոչեն. այո, Տեր ամենակալ, արդար եւ ճշմարիտ են քո դատաստանները։